Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը ստորագրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարման մասին հրամանագիր։ Այս նախադասության համար է Լեռնային Ղարաբաղի 5-րդ նախագահ Սամվել Շարամանյանը սեպտեմբերին դատի տվել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանն ու Հայաստանի պատմություն 9-րդ դասարանի դասագրքի հեղինակ Նժդե Հովսեփյանին, քանի որ ըստ հայցվորի այդ նախադասությամբ արատավորվում է Սամվել Շարամանյանի պատիվն ու արժանապատվությունը։ Կոնկրետ այս հարցն է, որ դարձել է վիճարկելի։ Սա ուզում եմ հստակ արձանագրենք։ Ոչ թե կողքից ինչ են ասել, դա ում մեկնաբանությունն է, որ падգամավորն ինչ ասեց Արցախի, որ ներկայացուցիչն ինչ ասեց, այդ մասին դասագրքի այն հատվածում, որտեղ ինչ-որ մի բան է գրված, ոչ մի բան գոյություն չունի։ Խոսքը մեկ նախադասության վիճարկումն է։ Այդ տեղեկությունը ճիշտ չէ։ Ճիշտ չէ այնքանով, որքանով որ իրականությունը ներկայացված չէ լրիվությամբ։ Սամվել Շարամանյանի փաստաբանն է ներկայացնում իրենց պահանջը այսօր այդ գործով դատական նիստներ պատասխանող կողմը տեսանկարահանելուն առարկեց։ Դատական նիստի ընթացքում որոշվեց։ Դատականության նախապատրաստված է եւ որոշում է կայացնում անցնել դատականության։ Բայց դատաքննությունը չմեկնարկեց ժամային առումով պատասխանող կողմին հարմար չէր։ Շարամանյանը նիստից հետո հայցի հետ կապված հարցերին չպատասխանեց։ Կանրադառնամ ձեր բոլոր հարցերին հաջորդ դատական նիստին, երբ ինձ հնարավորություն կտան, որպես վկա հարցաքննվելու։ Հաջորդ նիստը հունվարի 8-ին է, որն է պահանջը ուղղված կրթական գերատեսչությանն ու դասագրքի հեղինակին, փաստաբանն է մանրամասնում։ Մենք չենք ասում ընդհանրապես հերքեք, որ Արցախ հանրապետության նախագահը ստորագրել է նման հրամանագիր։ Մենք ասում ենք ընդհանրապես տեղեկություն ներկայացրեք ամբողջությամբ։ Նշեք սպանդի շարժառիթը, նշեք, որ նախագահը չունի նման լիազորություն, նշեք, որ այդ հրամանը եղել է հակասահմանադրական, նշեք վերջապես, որ այն չեղարկվել է, ինչ շարժառիթով է այն կայացել, որպեսզի ապագա սերունդը դրա վերաբերյալ ունենա տեղեկատվություն։ Ինչ գրել եմ, բացառապես իմ դիտանկյունը այն է եղել, որ պիտի գրեմ այն ինչ որ փաստն է եւ ոչ թե մեկնաբանություն է։ Այդ ամեն ինչը թե բլոկադայի վերաբերյալ, թե Ադրբեջանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ, թե Ադրբեջանի գոյուց արածների վերաբերյալ փաստական ամեն ինչ գրված է։ Ինչպիսի նախադասության է հաջորդում այդ նախադասությունը։ Սկսվեց ռազմական ագրեսիա, ունեցանք որոշակի թվականակով զոհ, Արցախի նախագահը ստորագրեց Արցախը լուծելու վերաբերյալ հրամանագիր եւ Արցախը հայաթափվեց։ Այնուհետեւ այդ նույն պատմության դասագրքի հեղինակը, որովհետեւ ինքն է նշված որպես կոնկրետ այդ տեքստի հեղինակ, հարցադրում է բարձրացնում աշակերտների առջև։ Ինչպես հայաթափվեց Արցախը։ Ըստ դասագրքի տրամաբանության աշակերտը երեխան կարող է դրան տալ ընդամենը մեկ տրամաբանական պատասխան Արցախի հանրապետության նախագահի հրամանագրի հետևանքով։ Արցախի տեղեկատվական շտաբը համապատասխան հրամանագրի մասին հայտարարություն տարածել է 2023 թվականի սեպտեմբերի 28-ին։ Առավոտյան 10:15-20-ի կողմը ձեր բոլոր լրատվականներն այստեղ հավաքված ներկայացուցիչներով բոլորիդ մոտ, բոլորիդ կայքերում, բոլորիդ եթերներում այդ մասին լուրը եղել է, ճիշտ է։ Ես կարծում եմ, այստեղ չեմ սխալվում։ Եվ բոլորիդ մոտ այդ լուրը ոչ միայն հեռացված չէ, այլև երբևէ այլ բան գրված չի եղել այդ կապակցությամբ։ Սա արձանագրում ենք որպես կարևորագույն հանգամանք։ Լրագրողների հետ զրույցում Սամվել Շարամանյանը չնայած դատական նիստին վերաբերող հարցերին չպատասխանեց, բայց անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Արցախի թեմի առաջնորդի մասնակցությանը։ Իր խոսքով մեկ օր անց թեմի առաջնորդի հետ հանդիպել է։ Ես ստացել եմ իր հիմնավորումները, ինձ մեկ հարց էր հետաքրքրում հիմնականում, արդյոք այդ հանդիպումը համաձայնեցված էր իրենց ղեկավարի վեհապարի հետ եւ ստացել են բացասական պատասխան եւ ըստ դրա իմ եզրակացությունները ես արել եմ։ Նշում է կաթողիկոսի հետ պարբերաբար հանդիպումներ ունենում է, ստեղծված իրավիճակի մասին դիրքորոշում հայտնելու հարցում չի շտապում։ Սպասենք մինչեւ եւ եկեղեցու մեջ ներսում ինչ զարգացումներ կլինի, ինչ որոշումներ կլինեն եւ ըստ այդմ մեր դիրքորոշումը կհայտնվի։ Չեմ ուզում միջամտեմ եկեղեցու ներքին պրոցեսներին եւ շտապողականություն։ Ինչպես անվտանգ Ղարաբաղից դուրս եկավ Շարամանյանը, սա մյուս անպատասխան մնացած հարցն էր։ Ես պահին էլ չեմ ուզում ձեր հարցին պատասխանել, քանի որ դեռ կար պրոցեսներ, որոնց հնարավոր է ձեր հարցին պատասխանը խանգարել։ Իրինամ Կրչյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։